Աշխատանք փնտրողը ու աշխատանք առաջարկողը հաճախ նույն հարցի առաջ են կանգնում. ինչպես պաշտպանել իրենց իրավունքները։ Այս հարցի պատասխանը ոլորտը կարգավորող փաստաթղթերը ու գործող նորմերն են, որոնց ավելացավ եւս մեկ անկյունաքարային փաստաթուղթ։ Կնքվեց հանրապետական կոլեկտիվ եռակողմ պայմանագիր կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ Արհմիությունների կոնֆեդերացիայի միջեւ։ Փաստաթղթային հենք է տրվում մեր համագործակցության, թեև այդ համագործակցությունը կա նաև առանց այս փաստաթղթի մեր օրենքներով, օրենսդրության, բայց եւս մեկ անգամ շեշտում ենք, որ մենք գործընկերային ենք մոտենում եւ հավասարակշռված քաղաքականություն ենք վարում, պաշտպանելու թե աշխատողների իրավունքները եւ թե գործատուների իրավունքները։ Հանրապետական պայմանագիրը ձևավորվել է պետության, գործատուների եւ աշխատողների միջև երկարատև ու կառուցողական բանակցությունների արդյունքում։ Փաստաթուղթը միտված է ամրապնդելու իրավական եւ գործնական այն մեխանիզմները, որոնք նպաստում են արժանապատիվ աշխատանքին, սոցիալական արդարությանը եւ տնտեսության կայուն զարգացմանը։ Նախ առաջին հերթին դա համագործակցություն է միաժամանակ համատեղ ցանկացած իրավական ակտի նախագիծ, որը վերաբերվում է աշխատակիցների, գործատուների իրավունքներին եւ դրանից բխող նաեւ գործատուի տնտեսական շահերին պետք է անցնի փորձաքննություն այս փաստաթղթի հիման վրա ձևավորվող եռակողմ հանձնաժողով։ Եռակողմ հանձնաժողովը կդառնա պաշտոնական հարթակ աշխատաշուկայի խնդիրները ու բացերը քննարկելու համար։ Այն կոչված է դառնալու աշխատողների եւ գործատուների շահերի հավասարակշռված պաշտպանության, վստահելի եւ արդյունավետ երկխոսության կառուցման գործիք։ Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի խոսքով կնքված պայմանագիրը առանցքային նշանակություն ունի աշխատողների իրավունքների պաշտպանության համար։ Սա հենց այն հիմնաքարն է, որը կայուն զարգացման, արդյունավետ քաղաքականություններ իրականացնելու համար է, եւ քանի որ այս երկու կողմերը ներկայացնում են բազմաթիվ համայնք, հենց սրա մասին է խոսքը, որ թե աշխատողների, թե գործատուների ներկայացվածությունն է այստեղ կարևոր, որովհետեւ ի վերջո բոլորս կամ աշխատող ենք կամ գործատու։ Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կնքումը կարևոր քայլ է սոցիալական երկխոսության խորացման, աշխատաշուկայի ռիսկերի նվազեցման եւ փոխադարձ պատասխանատվության վրա հիմնված հարաբերությունների ձևավորման ուղղությամբ։